Մանրումիջին բիզնեսով զբաղվող անհատ ձեռներեցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև ու դժգոհում, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի մասին օրենքի անգամ փոփոխված տարբերակը իրենց սնանկացման է տանում։ Անցած ամիս ուժի մեջ մտած այդ օրենքով ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ չունեցող առևտրականները նախկին 3.5-ի փոխարեն կվճարեն 5% շրջանառության հարկ, մինչդեռ փաստաթուղթ ներկայացնողները կշարունակեն աշխատել 1%-ով։ Չեմ վճարելու նախաձեռնության անդամ Արսեն Արզանյանն ասում է, որ իրենք ստիպված էին ընտրություն կատարել շատ վատ կամ վատ տարբերակների միջև։ Բացի նրանից, որ օրենքի այս տարբերակը այն չէ, ինչ որ մենք պատկերացնում էինք, եւ ինչի համար պայքարում էինք, դեռ խնդիրներն առկա են եւ իրենց զգացներ կտան։ Նախ տարվա ընթացքում հարկային բեռի փոփոխություն, որը շփոթություն է մտնում տնտեսվարողին։ Հարկային բեռի կտրուկ ավելացում, մասնավորապես այն ոլորտներում, որոնց գործնականում անհնարին է փաստաթղթավորում իրականացնել։ Ֆիրդուսի շուկայում մանր առևտուր իրականացնողներն այսօր ստիպված են նախկինից բարձր 5% շրջանառության հարկով աշխատել, քանի որ մինչ օրս չեն կարողանում խոշոր ներգրողներից ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը։ Օրինակ մենք գնում ենք ստադիոնը ինձ տալիս է 5 հատ սրանից 5 հատ նրանից։ Նա այդ 5 հատի թուղթը ինձ կարող է տա, ինչպես հազարներ են գնում իր մոտ կանգնում։ Չեն կարողանա իրանք ոչ մի թուղթ տալ։ Հիմա դուք 5%-ով եք աշխատում, թե 3.5-ով։ Ես քեզ ասեցի, ես մի տոկոս էլ չեմ կարող ուզեմ։ Քանից տա ժամը։ 11-ից 15, 200 դրամի առևտուր եմ արել։ Դրանով ինչ են ուզում դրանից։ Փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների բողոքի տևական ակցիաներից հետո շրջանառության մասին նոր օրենքի ընդունումը 2 անգամ հետաձգվեց։ Ազատության հետ զրույցում ակտիվ պայքարողներից կասեցում շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն ընդունում է, պայքարը մեծ արդյունք չտվեց։ Վերջնական հարցերին լուծում չտվեցինք, մենք չապահովեցինք երկրում փաստաթուղթ, մենք չապահովեցինք այնպիսի հարկատեսակ, որից բիզնեսը չէր խուսափի, այսօրվա դրությամբ մենք դրել ենք մեծ հարկատեսակ, 5%։ Դե պարզ է, նորից փաստաթուղթ չկա, բոլորն էլ լինելու են 5%-ի տակ։ Չարյաց չարագույնից պրծան ուղակի։ Փաստաթուղթը, որը վերջնական կփակեր բիզնեսը, հանվեց, թողվեց գոնե ինչ որ աշխատելու հնարավորություն։ Այդքան հարց լուծվեց դրանով։ Բողոքի նախորդ ակցիաների առաջնորդներից մեկն առայժմ կորուստներն է հաշվում։ Խոստանում է ամիսներ անց դրանք ներկայացնել կառավարությանը։ Պատասխան չստանալու դեպքում փոքր ու միջին ձեռներեցները պատրաստ են կրկին հուժկու բողոքի ակցիաներ սկսել։ Այս անգամ սակայն խորհուրդ է տալիս քաղաքական ուժերին չմտնել իրենց շարքերը։ Բոլոր պայքարները Հայաստանում որոշ քաղաքական ուժեր փորձում են քաղաքականացնել։ Մեր դեպքում 5-ից 10 հազար հոգի մարդ էր դուրսը, կոպիտ ասած եփած դրված թխվածք էր։ Գալ էր գալ ու ուղակի ուտել այդ թխվածքը։ Որտեղ որ պետք է նրանք կանգնեցնեն այդ օրենքը, չթույլ տան որ առաջ գնա, թույլ են տալիս, հետո դուրս են գալիս պայքարում են դրա դեմ։ Ասենք այսօր դուք ունեք հարթակ, որտեղից կարողանում եք մեզնից լավ հարց լուծել, չէ՞։ Լուծեք ձեր հարթակում, եղբայր։